Բացվի աղանունը հայ Հայաստանը մերն է սերն է դունը Ես եմ դու ես երկիրը Շամն է որ մենք վիճակ կատագիրը Մենք ենք մեր երկիրը Հայաստան քո ատար պատի համար Միասին անցնելու ենք ճանապարհ Որու բոլորից շուտ ստանաս նորից Ուշանաս քո բախվարի Միասին կարող ենք ես ունում Միասին կարող ենք այ մաքրում Աշխարհում նաև բերել ու առանց սրտի Հայաստան սիրել Միասին կարող ենք ես ունում Միասին կարող ենք այ մաքրում Աշխարհի արունը և բերել ու առանց սրտի Հայաստան սիրել Նրան ինչ ճշտ էր իր տպավորությունը ընդհանուր առմամբ Քարոզ Արշավից, բայց քանի որ անթիվ անհամար մարդիկ կանգնած էին հերթի նկարվելու համար, ես չկարողացա նրան այդ հարցը տալ, բայց մի հետաքրքիր դիտարկում կարող եմ ներկայացնել նրա ելույթից։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ահա վերջին հանրահավաքն է Սևանում եւ ինքը հիմա մտածում է ինչպես են ապրելու առանց մարդկանց հետ ամենօրյա շփումների։ Վերջապես ասում է, սովորել էինք մարդկանց հետ շփվել եւ նա դա անում է նկատելիորեն, շատ նկատելի զգալիորեն, անկեղծորեն։ Պետք է հուսալ, որ ապագայում եւս իշխանության գալու դեպքում Հայաստան դաշինքի ղեկավար կազմը եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանը կշարունակեն շփվել մարդկանց հետ, որովհետեւ նրանք այս Քարոզ Արշավի ընթացքում սովորեցին եւ սիրեցին շփվել մարդկանց հետ։ Սա վերջին հանրահավաքն է ըստ երևույթին եւ այսպես հանրահավաքային ֆորմատով մենք այլևս չենք հանդիպի այս Քարոզ Արշավի ընթացքում։ Վաղը նաեւ Հայաստան դաշինքը ունի իր ավարտական միջոցառումը, մյուս օրը լռության օր է, իսկ հունիսի 7-ին բոլորս դեպի ընտրություններ եւ թող կատարվի թող իրականանան, կայանան արդար ընտրություններ եւ թող հաղթի արդարությունը։ Ամբողջ Քարոզ Արշավի ընթացքում բլոգներով ձեզ
քաղաքական անցուդարձը ներկայացնում էր Շաքե Ավոյանը։ Շնորհակալ եմ մեզ հետևելու համար։ Շարունակեք հետևել Հրապարակ TV-ի բլոգներին, հաղորդումներին, կարդացեք մեր հոդվածները, մենք ակտիվորեն լուսաբանելու ենք առաջիկա ընտրությունները։ Հաջողություն։